Սիրելի հետևորդներ ջան, բարևներ, ինչպես եք, քայլում եմ, օհո, ես ինչ հակաթում վրա, քայլում ենք Երևանի փողոցներով, կենտրոնական ու սիրուն, վայելում ենք մեր օրը, օրվա վլոգում կտեսնեք, հանդիպել եմ ինձ արդեն բարեկամ դարձած Տիկին Սիլվայի հետ, գիտեք, որ սիրում եմ շփումը, սիրում եմ նամանավանդ լավ մարդկանց հետ շփվելը ու շնորհակալ եմ Աստծուն, որ մեր կյանք միշտ լավ մարդիկ ա բերում։ Հիմա պայմանավորվել ենք, օրվա վլոգում կտեսնեք, գնացել ենք շատ հաճելի ժամանակ ենք անցկացրել, ենք արդի, որ ես չեմ կարողանում ոչ մի անգամ իրան մերժեմ, գիտեք, որ օրվա կեսը Ալեքսինն է, այն մյուս կեսը գնում եմ բժշկի, բայց այսօր բոլոր գործերս ատմեն արի, որովհետև մարդը այն մարդն է, այն կինն է, ով յուրահատուկ է, թե իր խոսքով, թե իր գործով, թե իր մարդ տեսակով ու սիրում եմ շատ իր մարդկային տեսակը։ Հիմա հաճելի ժամանց ենք ունեցել, այնուհետև եկեղեցի եկել, օրինակ ջուր խմել, վերցրել ու ասում եմ Երևակայի, գիտեք, իմ հետևորդների շատերի հետ եմ շփվել, մեկ Տիկին Սիլվան է, ես իրան Սիլվա եմ ասում, մեկ է Լիլիթը, որ ուղղակի իրանց հետ ես սիրում եմ քայլեմ Երևանով, ասում եմ մեկ դու ես, մեկ Լիլիթը, որ քայլում ենք Երևանով, այն որ ինքնամոռաց կարանք քայլենք ու իմ սիրուն Սիլվան մեզ պտտում է կենտրոնի փողոցներով, այս կողմերը, ինչքան էլ քայլես ոչ մի անգամ չես հոգնում, ոչ մի անգամ, հիմա լավ ժամանց ապահովելուց հետո ասելու եք այսուր ենք գնում Պոնչիկ Լիլիթի հետ ենք գնացել, ոչ Երևան, այլև Գյումրի, հիմա էլ Երևան ենք գնում, ասում է հասնես Գյումրի ու գնա Ալեքս ջան, Պոնչիկ չգնաս, համիկ ասեմ հասնես Երևան ու Պոնչիկը չգնաս, գնանք, տեսնենք նույն հիմնադիրը, այստեղ էլ է բերել ավելացրել մասնաճյուղ, եթե չեմ շփոթվում, Մոսկովյան փողոցի վրա է հնելու, այս պահին Սայաթնովայի մոտ ենք, մի հատ նայենք էլի, ձեռքերի տված, հարազատաբար, գնում ենք, վետաֆորը քանի կանաչը, անցնենք երջանիկ պատահականությամբ, գնանք դեպի Պոնչիկ ջան, հովա։ Այստեղ սիրելի հետևորդներ ջան, այն մի կողմը օպերան է, այս մի կողմը այսպիսի բազմատեսակ նկարներ են, մենք սենց առաջանում ենք, երեխեքը պարում երգում, Պոնչիկ, այն Պոնչիկ, Այստեղ մի անգամից իրանք մենյուն, եկեք նայենք,
ունեմ կրուասան, մի խոսքով, շաքշուկա, պանրով օմլետ, չիզբուրգեր բեկոնով, ինչ ասես կա, կոնչիկի ծենկո, հավինագետ, աղցաններ, Ponçik ուր են գալի, ponçik, ուրիշ ոչ մի բան։ Տես չի։ Այստեղ սուրճ, տարբեր տեսականի, ըմպելիքներ, սիրելի հետևորդներ ջան։ Այստեղ էլ նույնն է, թե ուրիշ է։ Հա, նույնն է։ Այս ինչ է հանգստացնող փունջ, թարմացնող փունջ, թեյերն է։ Լիմոնադ։ Ահա, ստեղ պատվիրել ենք կակաո, փրփուրը արդեն Ալեքսը վայել է, մի հատ տեսեք ես ինչ լավ է, իմ այսօրվա կակաոն սա է, կարկանդակ, կարտոֆիլով մսով, վերցի, ուզում եմ մի հատ տեսնեք, թե ես ինչքան փքուն, ընգրիզ, յուրահատ, մի հատ համտեսենք, չկա, տեսենք, համով էր, մի նայեք, ինչ հավեսա, մենակ սրա տեսքը, ինչքան հավեսնա, չէ։ Այստեղ մի բաներ եմ ուզում ցույց տամ, տեսեք մի հատ խմորի բարակությունը, թե ինչքան ինքը բարակ է, ու միևնույն ժամանակ փքուն։ Շատ համով է, շատ։ Դա կաչկովս ինչ անգնում, սիրելի հետևորդներ, Քաղցր Գյումրի, Արևոտ Երևան։ Տեսեք, իրանք բացվածքներ ունեն, իրանք թեյքեր, օրինակեցեք, սրանք ելակով են, միջուկները Երևանում են։ Հա, օրինակ սա ելակն է, հա, հա, հեսա սիգմա, տես։ Մի հատ նայեք, էլի, հավեցնա։ Չուպես, չխմես տեսքին նայեք։ Այստեղ նոր էլի, ինքը տեսակ, ինչքան փքուն տեսքով էր, չէ, մի հատ նայեք խմորի բարակությունը, ինչ հետաքրքիր է, ու միջուկը։ Համի մասին կլռեմ, որովհետև շատ համով է։ Հետաքրքիր մի բան պատվիրել ենք պաղպաղակ, անգամ կոմի թուղթն է, տեսեք, պոնչիկ, ամեն ինչը տեղը-տեղին մտածել են մարդիկ։ Այս էլ անձեռոցիկի գույնը, ստե ես ձևով է։ Հա, հապուսներն են ասիստ է այս գույնի։ Բերել են հաշիվը, այս էլ իրանց հաշվի համաննա, ինչքան հետաքրքիր է, նորից պոնչիկ։ Պոնչիկը սեկել է, պոնչիկ ուտել։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, դուրս եկանք տպավորությունների մասին, կասեմ, ստեղ Սիլվան ասում է, այս ծաղիկները տեսել ես Անահիտ, ասում եմ, չէ, ասում է, դե միացրու, գիտեմ, որ նկարելու ես, եկեք ես էլ նկարահանեմ, օխ, ինչով ես նա, հետո ասում ես էլ ինչ հետաքրքիր բաներ կա կյանքում, լոստեղ, հրաշք, նիկամ, Վախ, նայեք, մեջը սենց լույս դրած, նայեք, ինչքան հավեսն է,
Տպավորությունների մասին սենյակում կասեմ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, Սիլվային ճանապարհել ենք։ Մենք ելել հասել Գանգար։ Ընդհանուր իմ կարծիքը ամեն ինչը շատ համով էր, շատ ընկիր, սպասարկումը արտակարգ, մատուցման ձևը նույնպես, Սիլվայի հետ քննարկելուց հետո ուրախացա, որ երկուսս էլ համակարծիք էինք, թե իմ համար, թե Սիլվայի շատ համով էր, կարտոֆիլով կարկանդակը, սպիտակ պոնչիկը, պատվիրել են և ելակով և սպիտակ, ամեն դեպքում, ամեն ինչն էլ շատ լավն էր, կակաոյի տեսքը շատ գրավիչ էր, ես չեմ սիրում կակաո, դրա համար էլ չէի ուզել, չցանկացա, առաջին հայացքից որ չիմանայիր կակաոա, իր տիկտուրն այնքան հետաքրքիր ու սենց շքեղ տեսք էր տվել, որ առաջին հայացքից կասեիր որևիցե մի սառս ըմպելիք է, ոչ թե կակաո։ Սիլվան էլ շատ հավանում է այդ կակաոն, Ալեքսն էլ դե գիտեք, միշտ ասել եմ, որ կակաոյի սիրահար է, այնպես որ գնացեք, վայելեք տները, հարմար, տվածդ թողնել, կոպիտ ասած արժևոր տաս, ճիշտ է, մեզ հյուրասիրեց Սիլվան, բայց ինքն էլ ասում, գոնե գիտես տվածդ փողը չես ափսոսում, մտածելով թե ինչ ես զգում, շատ համով է, շատ ախորժելի տեսքով, չէ որ այն սնունդը, որ պիտի մտնի ստամոքս, ախր պիտի սկզբից աչքը չոյի, հետո նոր քիմքը, հենց այդտեղ նախընտրել էին այդ տարբերակը, այնպես որ կարող եք օգտվել և վայելել։ Ձեզ ասում եմ առայժմ, կհանդիպենք օրվա վլոգում։ Պակա։